Ողջույն բոլորին, ուսամ բոլոր դալ Քրիստոսով լավ եւ առողջ եք։ Ուրեմն այսօր բնականաբար ինչպես այսօր հիշեցուց, անբդու տզենի մասին պիտի անդրադառնանք, բայց առաջ որ անցնենք անբդու տզենին, բարձրապես պիտի գիտնանք, որ Քրիստոս որևէ մեկ բան ասել է առաջ, անպայման այդ հողը կպատրաստեր Ենթահողը, որպեսզի գարենա ավելիով լավ հասկացնել իր շուրջը գտնվող մարդոց եւ այդ իսկ պատճառով երբ պիտի գարտանք եւ տեսնենք անբդուղ տզենի արագը նախապես իր նախորդ ասենք առաջիկա իր գրությունը Ղուկասու ավետարանի 13-րդ գլխում մեջ Ապաշխարության անհրաժեշտության մասին կխոսի, առաջ որ անբդուղ տզենի արագը պատմենք։ Այսինքն Քրիստոս ոսկուկա ասելու, հիշեցնելու մեզ մեն յուրաքանչյուրին, որ ապաշխարությունը ամենեն կարևոր բարենիշն է, ասենք, յուրաքանչյուր մարդուն համար, որպեսզի ինքը ադիգա ընե, ինքը ադիգա կատարե, որովհետև առանց ապաշխարության հիմա գուկամ ասելու գտարնանք անբդուղ տզենի և կգդվինք, որովհետև ապաշխարությունն է, որ մեզ պիտի մոտեցնե Աստուծո, այլապես մենք որևէ մենք բանիմը պիտի չդարբերինք, բարձրապես շնչող մարդիկ պիտի լանք, բայց ապաշխարությունը մեզի կմոտեցնե, ապաշխարություն կնշանակե սխալի անդրադարձում և անշուշտ դարձ թևի մեր Տեր Հիսուս Քրիստոսը Եվ ասիկա ամենեն կարևոր բանն է յուրաքանչյուր մարդու կյանքի մեջ, որ իր կյանքը ապաշխարության սկսի։ Եվ անցնելով, ուրեմն, արագին նախ կուզեմ գարտալ, որովհետև շատ կարճ է, որովհետև պատկերացումը ունենանք բարերուն և նախատասություններուն և ապա անցնենք բացատրության։ Անոնց հետևյալ արագը պատմեց Մարդ նգար, որի այքին մեջ տզենի մտնգած էր, դուս կաղելու գնաց, բայց տզենին վրա բդուղ չգրավ, այքեվանին ասավ, այս երորդ դարին է, որ գուկամ դուս կաղելու, բայց չեմ գտներ, ուստի գդրեզ այն, ինչու անիմաստ կերպով դեղ գրավ է։ Այքեվանը պատասխանեց, դեր, թող այս տարի ալ մնա, ես իր շուրջի հողը գրգին գպորեմ և բարարտացուցիչ գտնեմ, այս սևով թերևս բդուղ դա, ապա թե ոչ հաջորդ տարի գդրեզ այն։ Ուրեմն, ինչպես գտեսնենք, պատմությունը դրվակը գսկսի մարդ մգար ասելով։ Այդ մարդը գրեթե բոլոր մեկնիշներն ալ Աստուծո գգաբեն և գսեն, որ այդ մարդը Աստված ինքն էր։ Եվ այդ այքին բնականաբար մեր ապրած աշխարհն է։ Մենք գաբրինք աշխարհի մեջ, որ շատ այքիներ կան, շատ բարդեզներ կան, բայց վստահաբար այդ բարդեզներեն ոչ մեկը գրնալալ մեր մտքի մեջ իր անունը չի գավ, բայց եւ այնպես, երբ որ գանցնենք այդ բարդեզներուն կողեն, ուշադրություն կդարձնենք ինչի բարդեզ է, ինչ բդուղ գահոն, ինչ տեսակ Պույս գաջիոն, վստահապար բոլորս ալպեսենք այս նացումը, այս բարակային այդ բարդեզին և այքիին մեջ թզենիին ասենք արագը գար, որ Քրիստոս ուզեց պատմել և ասել, որ Աստված ամեն մեկ բարդեզին մեջ գտնվող ծառեն տեղյակ է, Աստված գհսկե, գդեսնե և իր հոգադարությունը, հոգացությունը ցույց կտա այդ բոլորին նկատմամբ։ Անշուշտ, որ պատմության մեջ թզենի այդ արագը բարձրապես գրնալալ անունը ադիգա է, գրնալ ուրիշ բդուղը ըլլար, բայց խոր իմաստը կարևոր է մեզի համար, ոչ թե բդուղին ներկայացումը։ Եվ հետևաբար
այդ կսե այքին մեջ թզենիմը դնգած էր իր այքին մեջ հոս իր իմաստը գնշանակե որ Աստված սեփականություն ունի բոլոր բաներուն վրա որ ինքը ստեղծած է որովհետև ինքն է դիեզերքին դերը եւ արարիչը գսե իր այքին մեջ ուրիշ այքի մասին չի խոսի ուրեմն այդ սեփականությունը ունի նաև մարդու կյանքի մեջ մարդու ապրելակերպի մեջ մարդու շարժուծևերուն մեջ պետք է մենք հետևաբար ուշադրություն դարձնենք եւ ուշադիր լանք որովհետեւ Աստված ամեն ինչ գտեսնե գլսե որովհետեւ Աստված անինչ հսկող է այսինքն չի կնանա անինչ հսկող եւ գսե իր այքին մեջ ուղղակի այքին մեջը դնգած էր անշուշտ եթե անդրադառնանք դրվագին Հրեաստանի մասինն է որ կխոսի այս արագը այնտեղ գտնվող ասենք դուներուն եւ արվարձաններուն ընդհանրապես դուրսերը գցանեին կամ գտնեին այդ թեզենիի ծառերը ոչ թե դունի մեջ ինչպես որ ժամանակին Կաթողիկոսարանին շուրջնալ գսեն նարնջաստան էր այսինքն նարնջներու ծառեր կոստած էին հոն ավանդությունը գար որ նարինջ գցան դեր այս կողմերը տարածաշրջանի մեջ Հրեաստանի մեջ դուզի ծառեր գցանեին ինչու որովհետև ասենք իրենց ավանդություններ կան երկրին ասենք պայմաններ այնպես էին որ այդ ծառը պետք է ցանվեր նկատի ունենալով որ իրենց ասենք դարձյալ ավանդության մեջ թզենի ծառին դերևները մեծ գլան եւ ընդհանրապես գսվի թե մեկնիչ հայրերուն կողմէ դարձյալ որ երթային եւ այդ մեծ դերևներու ծառերուն դակը գաղութեին մարդիկ եւ հետեւաբար ասիգա գսվի թե իր այքին մեջ թզենիմը դնգած էր երբ որ գսե դնգած էր կնշանակե դերը ինք գտնկե ովևէ մեկ բանը եթե պիտի ուզե ինք կհաստատե ովևէ մեկ բանը եթե պետք է հաստատվի հետևաբար դիրոջ ցերկերուն մեջն է այդ ծառին կամ ովևէ մեկ բանին ծնունդը կամ եթե պիտի այդ ծառը ցանվի դիրոջ ուրեմն հսկողությունը կա իր գամքը կա որովհետև ամեն բան դիրոջ գամքին պետք է հասնած դրանք մենք բոլորս ընդհանրապես մենք կփորձենք մեր գամքի համաձայն ովևէ մեկ բանը անել ադեններ նույնիսկ չենք անդրադառնալ որ մեզ մե ավելի զորավոր իմաստուն Աստված ունենք եւ բանը ամիջավես կորոշենք մեր կյանքի մեջ բայց պիտի գիտնանք որ այդ դնգողը այդ բանը հաստատողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է մեր երկնավոր հայրն է եւ հետեւաբար այս մասին շատ պետք է մտածենք որովհետեւ ամեն ինչ հանձնված է մեր Տիրոջ մեր կյանքեն սկսյալ մինչև ամենեն հասարակ փոքր բաները նույնիսկ շարունակելով գսե դուս քավելու գնաց ուրեմն հոս հարցում կառաջանա մարդը գնաց որպեսի այդ դուզը քավե եւ ներկայացուցին որ այդ մարդը Աստված է արդյոք ինք չէր գիտեր որ դագավին այդ ծառը բդուղ չունի Աստված ըլլալով պիտի գիտնար բայց ինչու գնաց որովհետեւ ասելու թե ժամանակը հասած է որպեսի ծառը բդուղ գա այդ ծառը բդուղ չդվա այսինքն հոս գուկա նաև անդրադառնալու հրյաներուն որոնք իրենք ունեին այդ օրենքը սակայն այդ շնորհքը չունեցան որպեսզի ընդունին Քրիստոսը որպես Տեր այսինքն անոնք ամեն բան դրված էր իրենց օրենքի համաձայն միաստվածության շնորհքը ինչը որ չէր գտնվել այդ տարածաշրջանին եւ հոն գտնվողներուն բայց անոնք չունեցան շնորհքը առնելու համար հավատալու համար ընդունելու համար Քրիստոսը իրենց մեջ եւ աննու համար ինչ դարձան անբդուղ թզեններ բդուղ չդվին գար ծառը գար դերևները
բայց անոր վրա բդուղ չկար, հավատ չկար, եւ այսօր մեզ մեր յուրաքանչյուրս ունենք եւ գիտենք շատ լավ գիտենք Աստվածաշնչին օրենքները, բայց պետք է նաեւ Քրիստոսը ընդունենք մեր սրտի մեջ, մեր հոգին մեջ, մեր գործերուն մեջ, շատ կարևոր է Քրիստոսը ընդունել մեր կյանքի մեջ եւ հաջող մեր ուրախ արիքներուն նաեւ պետք է հիշենք Քրիստոսը, ոչ թե միայն դխուր արիքներուն, ուրախ արիքները նաեւ պետք է արիք հանդիսանան, որովհետեւ մենք հիշենք Քրիստոսը, շնորհակալություն հայտնենք իրեն ամեն իր դված բոլոր բարիքներուն համար, որ գաբրինք։ Եվ մեր զավակները նաև նույնպես պիտի դաստիարակենք Քրիստոսի շնորհներով, որովհետեւ իրենք դառնան բդղադու թզենիներ։ Եվ շարունակելով գսե թզենին վրա բդուղ չկդավ եւ հարցուց Այկեպանին ասելով։ Այկեպանը ինչպես գանտրատարնանք Հիսուս Քրիստոս ինքն է։ Շատ հստակ եւ բարձ գերբով նոր գդագարանի մեջ դարձյալ Քրիստոս ինքսինք ասած է, որպես այդ Այկեպանը երբ որդադունգին արագնալ կգարտայինք եւ Քրիստոս ինքսինք որպես Այկեպան ներկայացուց, որ կմաքրե այդ որդադունգը եւ այլն, ուրեմն Քրիստոս Այկեպանն է։ Այլ խոսքով Քրիստոս միջնորդն է մեզ մեր յուրաքանչյուրին Աստուծո եւ մարդուն միջև հարաբերության։ Ամենեն դժվար գործն է, գիտեք, այսօր մեր կյանքի մեջ, եթե կուզենք մենք մեծավոր մեկումը հանդիպել, մենք անգամ չենք կրնալ հոն երթալ։ Սկիզբը ավելի քիչ բաշտոր ունեցողին կրնանք երթալ հանդիպել խոսիլ եւ անիգա կներկայացնե իր կարգին իր մեծավորին անոր որ մենք պիտի հանդիպենք։ Բայց այսօր մենք այդ խնդիրը չունենք։ Այսօր մենք ունենք Քրիստոսը, որ էություն է, որ գա եկեղեցու մեջ, մեր կյանքի մեջ արդյոք։ Ուրեմն մենք շատ բաց եւ համարձակ եւ բարձ գերբով կրնանք ովևէ մեկ բանը խնդրել Քրիստոսեն եւ ինք վստահաբար այդ պատասխանը մեզի պիտի բերե։ Մենք միջնորդը մեր բոլորին Քրիստոսն է եւ ամենեն հարազատ, ամենեն հավատարիմ եւ վստահելի մեզ մեր յուրաքանչյուրին կյանքի մեջ։ Չեմ կարծել, որ Քրիստոսի ավելի վստահելի մեկը պիտի կրնանք գտնել այս կյանքի մեջ։ Եվ հետևաբար այդ Այկեպանը ինք Քրիստոս ինչ կնե։ Կպատասխանե գսե ավելի շիրակ մարդը գսե այս երկրորդ դարին է որ գուքամ դուրս քաղելու, բայց չեմ գտնել, ուստի գդրես այն։ Այս երրորդ դարին է, գիտեք, 3 կամ երրորդություն բառը նաև գուքա մեզի հիշեցնելու, որ գրեթե Աստվածաշունչի մեջ հաճախ կհիշվի երրորդության խորհուրդը։ Տեսեք, մարդը ասինք Աստված է, Այկեպանը Հիսուս Քրիստոսն է, եւ պիտի անդրադառնանք նաև երրորդ բնության Սուրբ Հոգին, ավելի քիչ ուշ, միշտ հիշված է եւ 3 տարի է գսե որ գուքամ։ 3 տարի գիտեք, այսօր մեզ մեր յուրաքանչյուրին դուներուն մեջ ալ եթե բզդիկ տաղարը ունենք, 1 տարի եթե գանաչություն չդվավ, երկրորդ տարին չդվավ, վստահ եմ որ երրորդ տարին չհասած ադիգա պիտի հանենք, պիտի տապենք։ Բայց տեսեք, Աստուծո համբերությունը, ողորմածությունը, հանդարտությունը գսե 3 տարի սպասեցի, այսինքն ասիկա գսե արդեն երրորդ տարին է, լրացած է, 3 տարին եղած է, երրորդ տարի համբերած է, ինչա դժվար են մեր կյանքի մեջ փորձությունները, դժվարությունները, նեղությունները, որ մեզ անմիջապես կփարգացնեն, կնեղացնեն, մեզ մեկը հերացնեն այն ինչ որ ունենք, որովհետև փարգությունը մարդուն դես կնալ, բնությունն ալ կփոխե, ուրիշ բամը կդառնա։ Եվ երևակայեցեք, որքան հանդարտությամբ կխոսի եւ գսե, ասիկա երրորդ տարին է գսե, որ եկած եմ դուրս քաղելու եւ չեմ գտներ։ Այսինքն Աստուծո համբերությունը մարդուն նկատմամբ որքան մեծ, որքան հսկա է, որ
գտիմանա մարդուն սխալին, ասա սխալ է, թզենին պետք է բդուղ դար, որտեղ ժամանակը եկած էր, բայց բդուղ չտվավ, բայց այսօր ալ Աստված կհամբերե, այսօր ալ Աստված գները, արիտ գուդա մարդուն, 1 տարի, 2 տարի, 3 տարի, շատերու համար 13 տարի եւ ավելի օրական թրությամբ արիտ գուդա, ինչին համար արիտ գուդա, դարձիկալու, ապաշխարելու, իրեն դառնալու համար իր Աստուծո զավակները հավատարիմ եւ քրիստոնեավայել կյանքին դառնալու, ճշմարիտ քրիստոնյա ըլլալու, ինչպես գսե ոչ թե միայն շուրթերով Աստված կովել, այլ գործով ցույց տալ քրիստոնեությունը, հավատքը, որովհետեւ հավատքը գսե Հակոբոս Արաքյալ առանց գործի մեռած է, իմաստ չունի։ Եթե կհավատանք եւ ոչ մեկ շարժում գնենք, որևէ մեկ իմաստ չունի Աստծո համար ադիգա, ինչպես որ կտեսնենք թզենի արագին մեջ։ Ձարը գար, դերևները գային, բայց բդուղ չի գար։ Կնշանակե օրենքը գիտեր, բայց դալը չէր գիտեր այդ օրենքին։ Հավատալը չէր գիտեր։ Աշխատիլը չէր գիտեր։ Եվ ասիկա գուղվի հրյաներուն սովորաբար, բայց այսօր մեզ մենք յուրաքանչյուրին ասիկա 2000 տարի առաջ գրված է, բայց այսօր մենք մեզ մենք յուրաքանչյուրին ուղղված այս խոսքերը։ Հետևաբար այդ հավատքը դալու համար պետք է ունենանք, որպեսզի բանը ներկայացնենք։ Եթե մեր մեջ դադարք է, վստահ գիտեք, որ դադարք մարդու մեջ սատանային համար ամենեն թյուրին գործն է հոնկա եւ փույնտն է այդ դադարության մեջ, այդ բարապության մեջ, բայց եթե մարդ լեցուն է աստվածային մտքով, աստվածային պատվիրաններով, օրենքներով, սատանան հոնքոր չունի, չի գնար նույնիսկ մոտենալ, որովհետև մարդ օժտված է աստվածային շնորհներով։ Հետևաբար պետք չէ վախնա, որևէ մեկ գործը սկսել այդ մարդը, որ ունի այդ շնորհները, որովհետև վստահ պիտի գիտնա, որ դերը պիտի ուղեկցի իրեն բոլոր քայլերուն, բոլոր ցերնակներուն եւ պիտի վստահաբար հաջողի ինչու, որովհետև դերը իր հետ է։ Դիրոջ հետ քալով եւ սկսողը որևէ մեկ գործը անկարելի է որ ցախողի։ Միշտ եւ հաջողության գերտա։ Եվ անիկա մենք պետք է շատ լավապես գիտնանք։ Համը սկսել է առաջ։ Վստահ պիտի գիտնանք եւ այնադեն դերը ինք իր օգնությունը պիտի ղրկե։ Եվ շարունակելով գսե ուստի գդրեզ այն։ Գիտեք, ադեններ մենք ալ մեր ընտանիքներուն մեջ մեր զավակներուն հետ կապված ասենք շատ հերու չերտանք, որևէ մեկ սխալնի եթե ընե, բզդիկ բադիշը գուտանք մեր զավակին, չէ, այլ դեր մը կհասնի, որ պետք է տանք այդ բզդիկ բադիշը։ Նույնը նաև վերապերմունքն է Աստուծո եւ մարդուն։ Գսեք որ գդրեզ այն գսե։ Չէ գդրած, գսեք գդրեզ այն, դակավին չէ գդրված ծառը։ Գբացադրե։ Նույնը նաև մեր կյանքի մեջ մենք ալ գրնանք սխալներ անել։ Գրնալալ Աստված պիտի ուզե, որ գդրե, բայց ինք նաև խոստացավ, չէ, ջրհեղեղեն հետո ասավ այլևս մեկակ այլևս պիտի չչաթեմ մարդը, պիտի չբնաճնչեմ։ Այ խոսքով գրնալալ ըսպի մեզի համար ալ որպեսի գդրվին, բայց ադիգա Քրիստոսին հետ խոսած ալեն գսեդերը մեզի չսեր բնականաբար։ Բայց պիտի գիտնանք նախքան այդ ադոր հասնելու համար, այդ գդրվելու աստիճան հասնելու համար, պետք է ինչսի ամենասկիզբը ապաշխարության կանք։ Ապաշխարության հասնենք, ընդունենք այդ ապաշխարությունը եւ Տիրոջ առջև մեր մեղքերը, սխալները կարդեսի պես բանանք։ Գկարծեք, որ Աստված չի գիտեր մեր սխալները, շատ լավ գիտեր։ Եթե նույնիսկ մեր գլխուն մազերը գսեն նոր գդարանը համրված են, վստահաբար մեր սխալներն ալ շատ լավ գիտեն, բայց ուզե որ մարդ ինք մոտենա, ինչու, անգեղծության համար, որպեսզի իր անգեղծ դառնա մարդը բնությամբ,
Դեր շատ լավ գիտե մեր սխալները, մեր թերությունները, չէ որ ինքն է մեզ ստեղծողը, բայց կուզեմ մենք մոդենանք, խոսենք, բացվենք մեր Տիրոջ հանդեպ, նկատմամբ մեր սխալներուն անդրադառնանք իր դիմաց։ Ադիգա է իր ուզածը, որպեսզի մեր բնությունը ավելի հանդարտի, չէ, եթե մեկը այսօր իր նեղությունները կպատմեն մյուսին, վստահ դուք ունիք մտերիմներ, ինչ կնենք կհանդարտի։ Դերը նաև ադիգա կսպասել, մարդ կա եւ իր մեջ գտնվող եղածը պատմե, ասե, որովհետև գուզե դերը իսկապես լսել ձեզի եւ վստահ եմ դուք շատ ավելի պիտի ուզեք խոսիք Աստուծո հետ եւ գիտնալով, որ ինքն է այդ միակը, որ պիտի լսե ձեզի, հավատա եւ ընդունի ձեզի ինչպես որ եք։ Եվ գսե շարունակելով, ինչու անիմաստ կերպով տեղ գրավել։ Տեսեք, յուրաքանչյուր մարդու կյանքին մեջ ալ վստահաբար գհանդիպին մարդիկ, որոնք գրնան ձևով նեղություն պատճառել եւ մենք կուզենք անպայման անոնց ցերպազատին, կուզենք հերանալ, չենք ուզել այլևս շփվել անոնց հետ, որովհետեւ կամ նեղություն պիտի զգան, կամ անհարմարություն պիտի զգան, պիտի չուզենանք շարունակել շփվել իրենց հետ, բայց եւ այնպես գսվի թե անիմաստ դեր կգրավե, ուրեմն մեր կյանքի մեջ ալ գրնան ընլալ այդ մարդիկ, բայց մենք չպետք է հերացնենք մեզ մե այդ մարդիկը, առաջին պետք է անոնց հետ խոսենք Աստվածաշունչի մասին, տեսնենք արդյոք իրենք Աստուծո կհավատան, տեսնենք արդյոք իրենք ընդունակ են հավատալու, ընդունելու Քրիստոսին, որովհետև հոգևոր կյանքը այլ բան է բացատրելը, աշխարհի կյանքի մեջ ապրելը այլ բան է։ Հետևաբար պետք չէ անմիջապես անիգա գդրենք, այլ պետք է ընտարաչենք, գրնալը խնդիրներ ունի այդ մարդը եւ հասկանալու համար իրեն պետք է մոտենանք եւ խոսենք, ինչու, որովհետեւ օգտակար լինանք իրեն։ Օրինակ առնելով Քրիստոսեն, որ չի գդրեր այդ ծառը անմիջապես, այլ ուզե խնամել անոր։ Ուրեմն մենք նաև խնամողի դերը պետք է կատարենք հոս աշխարհի մեջ։ Մենք միայն պետք չէ լսենք Աստուծո խոսքը ընդունենք, այլ նաև պետք է կատարենք, չէ՞, քիչ առաջ ասինք, հավատքը առանց գործի մեռած է, ուրեմն ադիգա նաև գործ է, աշխատանք է լսել մեր գողագիցին, մեր դրացին, մեր բարեկամին, հարազատին, եթե նեղությունը կպատճառի, անոր անուշությամբ մոտենանք եւ խոսենք, փորձենք ամեն բարակայի եւ վստահ եմ, որ որոշ հաջողություն կգրնանք գտնեմ։ Եվ այսպես Այքեվանը, որ ինչպես քիչ առաջ ասին Քրիստոս, ինք կպատասխանե ասելով դեր, թող այս տարի ալ մնա։ Նայեցեք, քիչ առաջ ասինք 3 տարին արդեն լրացած էր։ Դագավին Այքեվանը, որ Հիսուս Քրիստոսն է գսե, այս տարի ալ թողնա, այսինքն 4 տարի։ Այլ խոսքով գուզե այստեղ նաև Քրիստոսի առատ համբերության մասին խոսիլ, Քրիստոսի հանգստության, հանդարտության մասին խոսիլ, որ կան մարդիկ, որոնք կսխալին, կշվարին, կշեղին, իրենց ճամփային, որ 3 տարի արդեն շեղած են, 3 տարի արդեն բդուղ չեն դար, չէ՞, 4-րդ տարին կամ եւ արիթ մտան իրեն, կսպասեն դեսնելու համար, թե արդյոք ադիգա բդուղ պիտի դա կամ ոչ։ Շատ կարևոր է, որ այստեղ ամեն մեկս անդրադառնանք, որ համբերատարությունը իսկապես մարդուն կյանքը գերգարացնե։ Ամեն ինչին քննադատելը, ամեն ինչին ետևեն վազելը, հավատացեք, որ որևէ մեկ առավելություն չունի։
քիչ համբերատար կլալ, մանավանդ այս վիճակի մեջ, այս կյանքի մեջ, իսկապես համբերատարությունը հաղթություն է։ Համբերատար մարդիկն են, որ գհաջողին ովևէ մեկ ձիրեններս, որովհետև ջղային մարդը վստահաբար պիտի բարդվի, ինչու պիտի չգրնա զսպել ինքն իր զգացումները։ Հոս կգարձեք, որ այքեվանը Քրիստոս պիտի չգրնար հնազանդիլ, դեր գսե չէ, ավելի մեծ, դեր գոչումը գուդա։ Պիտի հնազանդի չէ, մենք մեր վարպետին պիտի հնազանդինք, մենք մեր մեծավորին պիտի հնազանդինք, բայց հոս հնազանդության նշույլ չկա, գսե դեր արիվ մդանք, առաջարկը գուդա, որովհետեւ ավելիով մեղմացնե այդ Թադաստանը, որտեղ եթե կտեսնեք, իսկապես Թադաստան է։ Թադի տրված է այդ թզենի ձարը գդրվիլը կամ ոչ չգդրվիլը։ Եվ թադվելու համար թադարանը ինչ կփնտրե, արդարություն կփնտրե, չէ, որովհետեւ թադե կամ չթադե։ Հիմա հոս արդարությունը ուր է։ Արդարությունը Աստուծո եւ Հիսուս Քրիստոսին եւ Սուրբ Հոգին ցերկն է։ Որովհետեւ ինչու ասիկա գսեն Թադաստանի պես բան մը կդարվի այս պատմության մեջ, որովհետեւ ամենեն կարևորն է արդարության հասնելը եւ արդարության պատասխան տալը։ Այս աշխարհի մեջ բոլոր այդ զրպարտություններուն մենք արդարություն ենք որ կփնտրենք։ Չկա մեկը, որ այս աշխարհի մեջ կգարձեմ անարդարության յետևեն գերտա, այլ արդարություն ուզե փնտրել։ Եվ վստահ գիտեք, վստահ հիմա գարտացած եք 5 գդագարանի մեջ, նոր գդագարանի մեջ արդարներուն մասին։ Անոնք, որոնք արդարացած էին, բրգվեցան։ Իսկ անոնք, որոնք անարդար էին, դատապարտվեցան։ Շատ բարձ մի քանի օրինակներ պիտի դամ նոր գդագարանեն առած արդարության մասին։ Հովսեփ Մարիամի ամուսինը, որ արդար մարդ էր, ուղղակի հիշված է ասիկա, Մատթեոս 1:19, անիր արդարությունը ցույց տվավ հնազանդությամբ Աստուծո հրեշտակին։ Զաքարիա եւ Եղիսաբեթ երկուքն ալ արդար էին Աստուծո առջև, անարատ կերպով գերտային Տիրոջ բոլոր պատվիրաններուն ու կանոններուն մեջ։ Ղուկաս 1:6 Հովանես Մկրտիչ գնագարակրվի որպես արդար եւ սուրբ մարդ, Մարկոս 6:20 համար։ Շատ են գրնամ մինչև 10 վայրկյան գարտալ այս անունները, բայց ինչու ուզեցի հիշեցնել, որովհետեւ գիտնանք, որ արդարությունը Աստուծո համար ամենեն առաջնահերթ հատկությունը պիտի լա մարդուն մեջ տեսնելու եւ մարդուն մեջ գտնելու։ Արդարներն են, որ երկինքի մեջ դեղ ունին եւ մեծ դեղ ունին։ Մարգարեներեն, առաքյալներեն սկսած եւ սուրբերեն սկսյալ։ Որովհետեւ արդարությունը միայն բարոյական վարկ չէ, այլ Աստուծո բնության հիմնական մեկ հատկությունն է։ Աստուծո համար արդարությունը կնշանակե ուղղություն եւ ճշմարտություն։ Աստված միշտ կգործե ճիշտ եւ ճշմարիտ կերպով առանց սխալի կամ անարդարության։ Եվ ադոր համար իր Թադաստանը գսենք սուրբ է։ Անչի անդեսել մեղքը, այլ գտադեզան արդար կերպով, ասիկա Սաղմոսին մեջ հիշված է, Սաղմոս 9:8 համար։ Եվ անշուշտ ամենեն կարևորը Աստված անաչառ է, ինչ սեր է, այսինքն Աստված կողմնակալություն չուներ։ Բոլորին հանդեպ նույն չափանիշը կգործե, կգիրառե։ Երկրորդ օրենացին մեջ հիշված է, ասիկա 10:17 համար։ Այսօրվա կյանքի մեջ կտեսնենք, որ մեծավորներ, պաշտոնավորներ, ինչպես գործին մեջ, ովևէ մեկ դերերուն մեջ կողմնակցություններ գնեն։ Մեկը մյուսեն ավելի եւ բագաս գտադեն։ Նույնիսկ նաեւ ընտանիքներու մեջ ալ կան այդ կողմնակցությունները զավակներու հանդեպ։ Եվ ինչ դքեղ բան է։ Ուրեմն
Արդարությունը ամենեն կարևոր հոմանիշն է, որ պիտի ըլլա մեզ մեր յուրաքանչյուրին համար, ժառանգելու համար երկնքի արքայությունը։ Արդարությունը մեզ գմաքրե ամեն մեղքեր, որովհետև մենք աշխարհը կտեսնենք այնպես, ինչպես Տերը ստեղծեց, առանց առավելություններում։ Եվ ադոր համար իսկ Տերը Հիսուս Քրիստոս արդարությունը հաստատելու համար այդ խոսքը գսե դարի մնալ գսե թող մնա եւ ես գսե իր շուրջի հողը գերգին կփորեմ եւ բարարդացուցիչ կտնեմ այդ հողին փորելը այսինքն կնշանակե մարդու սրտին շուրջ փորելը մարդու սրտին մեղքերը հավաքել եւ թափելը մաքրելը եւ այս կյանքի մեջ ինչքան կարեւոր է որ մենք ունենք արդար եւ իրավացի դեր, այլապես պիտի գործվենք այս աշխարհին մթության մեջ, որովհետեւ ամեն դեղ անարտարության լեցուն է։ Միակ արդարը մեր Տերը Հիսուս Քրիստոսն է եւ իր դատաստանը արդար պիտի լա, բայց պիտի խնդրենք մենք Քրիստոսեն ասելու համար ինչպես շարականը գսե արդարությամբ մի տադեսի, այլ կտությամբ կոքավեսի, որովհետև եթե դեր այսօր մեզի արդարորեն պիտի տադե վստահ եղեք, որևէ մեկս պիտի չգրնանք նույնիսկ երկինքին այդ դռները դրախտին տեսնել, չենք կրնար տեսնել ուր մնաց, որ պիտի հոն մտնենք կամ ոչ։ Բայց մենք պիտի խնդրենք Տիրոջը, որ մեզ արդարորեն չտադե, այլ իր կտությամբ մեզ քավե, իր կտությամբ տադե, ներողամիտությամբ մեզ տադե, որովհետև կարենանք մենք ալ մասնակիցը դառնալ այդ դրախտային կյանքին։ Եվ հետևաբար Քրիստոս գուկա այդ հողը գրգին փորելու, բայց որու միջոցով պիտի փորվի այդ հողը։ Հիմա պիտի անդրադառնամ Սուրբ Ոգիի միջոցով։ Հոս է երրորդության իսկական նշանը։ Մարդ մգար այքեբանը եւ այդ հողը փորողը Աստված, Հիսուս Քրիստոս եւ Սուրբ Ոգին։ Այդ հողը բարարդացուցիչն է, բարարդացուցիչը Սուրբ Ոգին է, որ այսօր պիտի կգործե եկեղեցիո մեջ, հոգեբարականության ջամփով, որ շնորհե Աստուծո օրհնությունը, սրբությունը մեր ժողովրդին, մեր ազգին, մեր հավատացյալներուն, նաեւ անհավատներուն, որովհետեւ Տերը ինքս է արևը կբացվի ոչ թե միայն անմեղներուն, այլև մեղավորներուն համար, հասկին հետ, միայն հասկը չաջի, որով մնալ հետը գաջի, Տերը ամենուն համար է, որովհետև Տերը արդար է, Տերը ինք արդար է, եթե անարդար լանը սկիզբենից պիտի գդրեր այդ որոմը, պիտի չցկեր, որ աջեին, պիտի չպանար լույսը մեղավորներուն համար, բայց որովհետև ինք արդար է եւ գսիրե արդարությունը, գուկա ասելու, որ ով մարդ դուն ալկու կյանքիդ մեջ փորձե արդարության հասնիլ, բայկարե արդարության հասնելու համար, բայց Սուրբ Ոգին շնորհները քու մեջ է մի հանել, այլ որպես բարարդացուցիչ քու մեջ է ընդունել, եւ այդ բարարդացուցիչ Սուրբ Ոգիի շնորհները քեզ պիտի զարգացնեն, քեզ պիտի ուղղորդեն, քեզ պիտի դանին հոն, ուր դերը կսպասե։ Եվ նպատակը այս արագին արդեն ասիգա է։ Սուրբ Ոգիի շնորհներով այդ թզենին պիտի առադանա, պիտի բդուղ դա, այլապես պիտի չկարենա։ Այդ բարարդացուցիչ հիջված բառը Սուրբ Ոգիին կուղղվի։ Անուղղակի երբով, չսվիր, բայց հոն կուղղվի։ Եվ այսօր անիգա է, որ գուկա մեզ հույս տալու, որ մենք մեր հույսը չգործընծնենք, որ գա Սուրբ Ոգին, որ մեզ պիտի լուսավորե, մեզ պիտի առաջնորդե, մեր սրտին աղդը պիտի մաքրե, Քրիստոսի շնորհիվ եւ բարեխոսությամբ եւ միջնորդությամբ, եւ այս ցևով է գսե, թերևս բդուղ դա,
Մենք ալ բդուղ պիտի դանք, եթե այդ բարարդացուցիչը մեր կյանքին մեջ արժևորենք։ Ինչս էլ է արժևորել, այսինքն մեր ունեցած բդուղները շնորհքի վերածենք։ Բոլորս ալ օժտված ենք աստվածային շնորհքներով, բդուղներով, բայց պիտի կարենանք ադիգա ցույց տալ, պիտի կարենանք ադիգա դարածել, բահելու համար չէ տված ասիկ Աստված մեզի։ Դարածելու համար տված է, ինչու, որպեսզի իր թագավորության մասնակից դառնանք։ Նպատակը հոն է, որպեսզի այդ թագավորությունը հաստատվի մեզ մեր յուրաքանչյուրին ճամփով ալ, այլապես ինչու հավաքված ենք այստեղ։ Քրիստոսի Աստուծո թագավորությունը հաստատելու համար բանակ պետք է, եւ այդ բանակը պիտի գոչվի հավատացյալներու բանակ։ Այլ խոսքով բոլորս, որպեսզի դառնանք բդղադու թզենիներ, ոչ թե բարձրապես ծառը, դեղմը ցանված ըլլալու։ Շատ են այդ տեսակ ծառեր, որ գաբրին ուտելու համար։ Բայց մենք պիտի ըլլանք բդղադու ծառեր, որովհետև Քրիստոսի նպատակը ադիգա է, միջնորդե մեզ մեր յուրաքանչյուրին Աստուծո, որպեսզի մեր կյանքին մեջ միշտ շարունակենք իր ճամփան, իր խոսքերը եւ իր խրատները եւ կշարունակե վերջին դողին մեջ եւ գսե եթե բդուղ չդվավ հաջորդ տարին կդեսանք այլ խոսքով բարդաթիր է որ մեզ մեր յուրաքանչյուրս բդուղ դանք իսկապես որ պետք է յուրաքանչյուրս Աստուծո տված շնորհքներեն բաժնեկից ըլլանք մեր նմաններում այլապես մենք ալ պիտի գտնվենք այն ծայրահեղ աստիճանին, ուր կգտնվի թզենին ծառը, կդրվելու։ Պատկերացուցեք, հետաքրքրական բան մի եկավ միտքս։ Այսօր ծառը, ովևէ մեկ ծառը, ինչ տեսակ կլա, եթե կդրվի եւ ինա անչափված իր արմատեն, չէ՞։ Դակավին բայց գանաչ պիտի մնա այդ ծառը, եթե գանաչ է։ Եթե ծառը գանաչ է եւ դրեցինք, գանաչ պիտի մնա 1 շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ դակավին գանաչ է։ Ինչու՞, որովհետեւ ծառը ինք չի անդրադարձած, որ արմատեն հերացած է, դակավին գանաչ է։ Ամիջապես չի չորնար։ Չէ՞, գանաչ ծառը։ Ամիսը պիտի անցնի կամ 2 ամիս որպեսզի կամաց սկսի այդ ծառը չորնալ, դերևները չորնալ, նույնը նաև յուրաքանչյուրս քրիստոնյա ովևէ մեկ մարդ Աստուծո Հիսուս Քրիստոսեն եթե հերանա սկիզբը պիտի չգիտնա ինչ կլա իր կյանքի մեջ։ Ամիսը, 2 ամիսը երբ որ կանցնի, երբ որ մարդը կգդրվի իր արմատեն Հիսուս Քրիստոսեն հավատքի ջանքով, ինքալ պիտի չորնա։ Ինքան արդեն գդրված է։ Հետևաբար մենք պետք է միացած ըլլանք արմատին։ Մենք պետք է Քրիստոսին միացած ըլլանք։ Ավելապես առանց Քրիստոսի մենք ալ գրնալ որոշ չափով առաջին մի քանի ամիսները գանաչությունը դակավին ունենանք մեր վրա, բայց եւ այնպես պիտի չորնանք։ Այդ գանաչությունը պիտի ոչնչանա առանց Քրիստոսի, որովհետև մարդը չի կրնար գոյատևել առանց իր ստեղծիչին, առանց իրեն կյանք տվողին, առանց իրեն հոգատարություն ցուցաբերողին, առանց իրեն բարարդատուցիչ տվողին չի կրնար գոյատևել։ Իսկապես մեր ապրելու
այս կյանքին շնորհքը Քրիստոսին եւ Սուրբ Հոգին եւ Աստծո պետք է բարձինք, որովհետեւ առանց իրենց մենք չենք կրնար շարունակել։ Այս թզենին արագին հիմնական նպատակը հոն է, որ մարդ գաբրի Աստուծո Քրիստոսի եւ Սուրբ Հոգին շնորհներով հոգատարությամբ, ուշադրությամբ եւ նվիրվածությամբ Աստված իսկապես մեզի նվիրված է, բայց մենք նվիրված ենք իրեն, իր պատվիրաններուն, իր օրենքներուն, իր խոսքերուն հավատարիմ ենք, մենք մեզի պետք է հաստատենք։ Այո, բոլորս ալ գսխալինք, որովհետև մարդ կոչվեցանք, եւ անոր համար Քրիստոս եկավ եւ ըսավ գադարյալ երեք ինչպես ծեր երկնավոր հայրը գադարյալ է։ Նշանակի մարդ գադարյալ չէ, որպես բնություն խոսի, ոչ թե որպես աստվածաբանության հարց, այլ խոսքով մարդ սխալ գործե, գնե, բայց պիտի հիշենք, որ արագին իմաստը եւ նպատակը մարդուն ներկայությունն է Աստուծո դիմաց։ Ձարը մեզ մենք յուրաքանչյուրս ենք, մարդը եկած է, այքեբանն հոն է եւ մենք ենք։ Պատկերացրեք ուղղակի Աստուծո Տաղաստանն է, Աստուծո Քրիստոսի դիմաց եւ Սուրբ Հոգի ներկայության։ Այդ պատկերն է, որ ցույց կտա։ Եվ մեզ գուկա ասելու, որ պետք է նաեւ աղոթակից ըլլանք իրարու նկատմամբ։ Պետք է աղոթող ըլլանք։ Աղոթ կնալ շատ մեծ դեր ունի մեր բոլորի կյանքի մեջ, որովհետեւ ավելիով Աստուծո մոտենանք եւ մեր հավատքը ամրապնդենք Աստուծո Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Հոգի զորությամբ հավիտյանս ակտենից ամեն։